Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում եւ Հայաստանի 4 մարզերում պարզելու քաղաքացիների քաղաքական նախընտրությունները եւ հասկանալու, թե ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի քաղաքական առաջնորդը նրանց պատկերացմամբ։ Մեր հարցմանը մասնակցել է 368 քաղաքացի, որոնցից 175-ը քաղաքներում, 62-ը գյուղերում։ Քվեարկության մասին հարցի արդյունքները ներկայացված են Armenia Today-ի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում։ Եթե Հայաստանում առաջիկայում լինեն ընտրություններ, քաղաքական որ ուժի օգտին ձեր ձայնը կտակ։ Փաշինյանի։ Երևի Արամ Սարգսյանի։ Ոչ մեկին ձայն չեմ տա։ Իսկ եթե նոր ուժեր լինեն, նոր դեմքեր կան։ Նոր ուժերի պարագայում միշտ պետք է, իհարկե։ Միշտ պետք է առաջ շարժվել ու նայել դեպի ավելի լավ, ավելի մեր ազգին համապատասխան իշխանություն, որը ամուր կլինի, որ կանգնած կլինի հայտարարություն կանի, որ ոչ մեկ չի ամաչի։ Գոնե չի ամաչի։ Այդքան կուսակցություն է նախ ինչ գործ ունի Հայաստանում, որ մարդիկ էլ շշկռեն, ոչ մեկը ոչ մի բան էլ պիտանի չեն աղջիկ ջան։ Ինչ կարան անեն նրանք։ Հույսեր ունենք Նիկոլից էնել արդեն ոնց ասած կամանց հուսախաբում։ Եթե այնպեսի անձնավորություն լինի, որ ժողովրդին տեր կանգնի։ Դոկ կուսակցության եմ ձայն տալու, մեկ էլ Քոչարի կուսակցությանը, այդ երկուսին, ուրիշ ոչ ոքին, նրանք պետք է ռադլեն գնան, այդքան բան։ Փաշինյանի։ Դրանցից ոչ մեկն էլ բանի պետք չեն, ինքն էլ բանի պետք չի, որ ճիշտն ասեմ, ուղղակի ընտրություն չկա։ Պետք է հասկանամ ով ինչ ձևով է ներկայանում, նոր արդեն որոշում ում տամ ձայնը։ Կողմ եք, եթե նոր ուժեր լինեն։ Այո, ոչ չէ։ Սպասելիքներ ունեք Նոր ուժեր չէ, նոր կառավարություն էլի ավելի ճիշտ է։ Նոր դեմքեր, նոր ծրագրեր։ Այո։ Ավելի հետաքրքիր կլինի։ Նոր ուժ է պետք։ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանի երկուսից մեկին։ Որ ճիշտն ասեմ, Փաշինյանը вообще չի կարելի ընտրել, որովհետև ստախոս մարդ, հա։ Վարսան Ղուկասյանը։ Հպային, Ինչու։ որովհետև իրանց եմ ընդունում։ Երևի Կարեն Կարապետյանը։ Ինչու։ Ես իր աշխատանքը տեսել եմ եւ հավանել եմ։ Դրա համար իրան կնախընտրեմ։ Սերժ Սարգսյանը։ Ինչու։ Որտե՞ղ եկել նախագահ եղել, վարչապետ եղել։ Սերժ Սարգսյանը։ Իր օրոք ավելի լավ էին կապրում, քան Ստեյնը։ Չի ուզի որ լիներ ընտրություններ, մեկ, երկրորդ եթե լիներ քաղաքացիական պայմանագրին հաստատ։ Այս պայն պետք չէ փոխել ղեկավարությունը։ Այս պայն, հետո հա կուզեմ փոխվի։ Ձեր ասած Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ այս պայն։ Դե Նիկոլը նորմալ է, ինքը Նիկոլեն մնա։ Քոչարյանի։ Ինչու։ Որովհետև Քոչարյանը օրոք շատ ահագին բարեբարվում։ Առաջընթաց կար։ Չեմ կարող տարբերել։ Փաշինյանին, Ինչու։ որովհետև նա լավն է։ Ներկա իշխանությունը։ Նիկոլիս։ Ինչու։ Այդպես եմ ուզում։ Ինչ որակական հատկանիշներ ունի։ Չգիտեմ, Ալիկ ջան։ Ես Իրան եմ ընտրելու։ Այդն չեմ կապնել Ոչ մեկի համար։ Իսկ եթե այլ քաղաքական ուժեր լինեն, Եթե նորմալ ժողովրդի մասին մտածեն։ Ոչ մեկին։ Ես ոչ մեկին չեմ հավատում։ ունեք նախընտրելի տեխնացու։ Չէ։ Այս պայն էլ որ քաղաքացիական պայմանագիրն է նորմալ։ Ոչ մեկին։ Հաստատ ոչ մեկին։ Իսկ ում ձայն կտակ ունեք նախընտրելի։ Ներկա պահին ոչ։ Այսինքն նախընտրում եք նոր դեմքերի։ Այո, անպայման։ Ճիշտ ասած այն քաղաքական ուժի, որ երկիրը մի քիչ այս վատությունից դուրս կբերի։ Արամ Սարգսյանը։ Ինչու։ Նա ավելի լավ է, գրագետ։ Ոչ ոքի չեմ ընտրի։ Ոչ ոքի։ Ունեք նախընտրելի տեխնացու։ Մի րոպե։ Չունեմ։ Քոչարյանը Փաշինյանից լավն է։ Փաշինյանը բանի պետք չի։ Մոտակա ժամանակներս ընտրությունը բոլորը սուտ է լինելու։ Անկախ նրանից, որ կուսակցությունն է, ինքը կառավարվում է մի տեղից։ Հիմա դրանք բոլորը, եթե ծագումնաբանությունը նայենք, դրանք նույն կուսակցություններ են, մեկը մյուսով ստեղծված։ Ես ճիշտ ասած ոչ մեկին չեմ տեսնում։ Ոչ մեկին, եթե դրանց են անունները, չունենաք ես այլ միայն այդքանն դաշնակցություն։ լինեն։ Այդքանը չլինի չեմ ընտրի։ Եվ Նիկոլ Փաշինյան։ Դրանցից ոչ մեկին։ Այնտեղ մի հատ կուսակցություն է ստեղծել, լավ տղա է, ես իրան եմ տալիս։ Շնորհապետականներ։ Այսինքն նոր ուժ եք ուզում։ Հա։ Գուրգեն Սիմոնյան։ Ոչ մեկին էլ հավատ չունեն։ Իսկ ում եք պատկերացնում։ Հələ մինչ եթե մի նորմալ այլ ընտրանք ձևավորվի նրան կտամ, եթե հավատ ունենա։ Ես կնախընտրեի այլ ընտրանք, իհարկե։ Մի նոր մարդ լիներ, որ ոչ նախկին լիներ, ոչ ներկա,
եւ հաճույքով ես իրեն ձայն կտայի։ Հանրապետություն կուսակցությանը քիչ թե շատ ազնվություն կա իր մեջ։ Միգուցե իրեն նախընտրեի։ Ոչ մեկին, բացառ։ Կարեն Ղարաբեկյան ինձ թվում է լավ տեխնազու։ Քաղաքացիական պայմանագիր։ Պայմանագիր է, обязательно։ Ոչ մեկի։ Ես արդեն հավատս կորց։ Այ քաղաքական ուժի։ Ինձ թվում է, ասենք թե բոլորին է տեսել ենք, գիտենք իրանք ոնց են վերաբերվել ժողովրդի հետ, սկզբից խոստանում են շատ բաներ, բայց հետո գալիս են, իրանք հարստանում են, իրանք կանայք լավ հագնվում են, երեխաները շատ լավ ուտում են, բայց ժողովրդի համար ոչ մի բան էլ չեն անում։ Ոչ մեկի։ Ինչ որ նոր ուժ լինի, հա։ Երևի Նիկոլ Փաշինյանի, իսկ Ռոբերտ Քոչարյանին կատեգորիկ ոչ։ Ճիշտ ասած ոչ մեկին։ Իսկ ում եք նախընտրում։ Ունեք ավելի Գիտեք, ես չեմ նախընտրում, ասենք, կան ավելի խելացի մարդիկ, որ կարող են նստել։ Այսինքն այլ քաղաքական ուժ։ Այո։ Ռոբերտ Քոչարյան։ Իր հատկանիշները արդեն հայտնի են 10 տարի կառավարել է եւ ամենանորմալ, ամենալավ պաշտպանված անվտանգ վիճակն է եղել Հայաստանի համար եւ բարեկեցությունն է ժողովրդի ապահովել։ Վարդան Ղուկասյան։ Ինչու։ Դոգ Վարդան Ղուկասյան։ Ոչ մեկի։ Այլ ընտրանք եք փաստորեն։ Հա։ Վարդան Ղուկասյանը։ Լավ է խոսում ինքը հայրենիքի համար։ Իսկ այն մյուսներին չմանավանդ Ռոբերտ Քոչարյանին ընդհանրապես անունը լսել չեմ ուզում։ Ժամանակ եք եկաք մտածել։ Ռոբերտ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանի։ Ինչու։ Չգիտեք ինչու հարց եք տալիս ինչու, որովհետև քան բաները սա Նիկոլը բացահայտեց։ Ճիշտ է թե չէ։ Նիկոլն եկավ 3000 դրամ թոշակ ավելացրեց, ճիշտ է թե չէ։ Քոչարյանը 50 տարվա մեջ ավելացրեց 100 դրամ։ Սերժը ավելացրեց 100 դրամ, ոչ։ Կարեն Կարապետյանի, որտեղ մեջների խելոք էին կնա։ Կամ էլ դոգ։ Թե չէ նրանք սաղել հետ են։ Ոչ մեկի, որովհետև որն էլ գա նույնն անելու կամ ավելի բետար անելու։ Սրանից ավելի բետար։ Այլ ընտրանք, այլ քաղաքական ուժ, եթե լինի կքվեարկեն։ Հա։ Բայց չեմ կարծում, որ սրանից ավելի լավ կլինի։ Կարա լինի ավելի վատ։ Այս ապրել չի որ ապրում ենք։ Ուղղակի գոյատևում ենք։ Ես ավելի ճիշտ Արամ Սարգսյան կընտրեմ։ Ավելի ճիշտ։ Ինչու։ Որտեղ Արամ Սարգսյան սուտ խոսալ չգիտի։ Սուտ չի ասի, բոլոր նրանք սուտ են խոսում։ Ոչ մեկի։ Ոչ մեկի։ Ավելի լավ մասնագետներ թող գան, բոլորն էլ արդեն անհավատալի է, ոչ մեկին է։ Ոչ մեկի։ Ոչ մեկի, սիրելիս, գիտես ինչի համար, որ ես մեր հայ ազգը դարել է անիկնասեր, ասում չի ճանաչում, դավաճան, նոր քաղաքական ուժ գիտուն լինի, հասկացող լինի, մարդկանց դրության մեջ մտնի։ Այդ ժամանակ ձեր ձայնը կտակ։ Կտամ մեծ սիրով։ Վարդան Ղուկասյան։ Ինչու։ Հա։ Ինքնից ավելի մոտ է։ Իր այդ խոսքերով, իր տրամարտությամբ, իր ռիսկով մեզ նման է ղեկավար։ Նիկոլին եւ վերջ, Նիկոլը մեր վարչապետն է։ Շատ սիրում ենք Նիկոլին Ազերջան։ Նիկոլին։ Ինչու։ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի։ Ինչու։ Որովհետև այն քաղաքական ուղին, որ հիմա ունենք, կուրսը ինձ թվում է ճիշտ է, արտաքին քաղաքական ու ինչ որտեղ ներքինն է։ Չէ, ես բարձ ասում ոչ մեկի։ Իսկ եթե այլ քաղաքական ուժ լինի, նոր քաղաքական Նոր դեմքեր։ քաղաքական կարող է կմտածենք։ Հերիկա իշքան ընտրել ենք։ Այսենց կուշտ ենք արդեն ղեկավարներ։ Փաշինյանին։ Ինչու։ Որովհետև օրենքներ շատ փոփոխություն կա։ Մակրություն կա։ Գոհ եք Փաշինյան։ Այո։ Ի սրտե կաղոթեմ, որ ճիշտ ինչ որ մեկը ընդունվի, որովհետև ես իրոք չգիտեմ, ով է ճիշտ։ Իհարկե էլի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի կարող է սխալներ անի, մարդը սխալական է։ Մեր ազգը այսօր մասնատված,
կոպեկով ծախված դավաճանա մեծ մասը, թողներեն նրանք ում խոսքը չի վերաբերվում, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճան չի սխալ բաներ չխոսել։ Զոհված հերոսի մայր եմ, Արցախի հերոս ոսկի շքանշանակիր Հակոբ Հարությունյանի մայրն եմ։ Ընտրելու եմ կուսակցությանը, որ հավատարիմ եղավ իմ տղայիս առաջնորդվի իմ տղայիս հանուն հայրենիքի, հանուն մայր հողի։ Ղեկավարները գալու են գնալու։ Ես շատ փոքր մարդ եմ, որ քննադատեմ որևիցե մի ղեկավար։ Այն, ով իմ երկրին օգուտ կբերի, այն գոնե այն ինչ որ ունենք, շատ ներողություն արտահայտությանս համար շամպես իրար չեն գզի։ Ղեկավարը, պետությունը դա մենք ենք։ Ղեկավարները գալու են գնալու, քանի որ հնարավորություն ունեմ ասելու, ուզում եմ ձեր հարցի փոխարեն խնդրել իմ հայ ազգին լինել միասնական, անձին չսիրելով ղեկավար չեն ընտրում, այն ինչ որ այսօր կպայի մեր հողերը ամուր, այն ինչ որ հույս կա, որ մենք կարող ենք մի օր Աստծո կամքով ինչ մերն է վերադարձնել մեզ, օրենքով եւ Աստծո ողորմությամբ։ Այդ ղեկավարի կողքին եմ։ Ոչ մեկին չեմ վստահ։ Վարդակ Ղուկասյանի։ Ոչ մեկ էլ վստահություն չեն ներշնչում։ Իսկ ում կվստահեք։ Ոչ էլ են Եթե Նայիրի Սարգսյանը իր տեխնացիությունը դնի Նայիրի Սարգսյանը։ Ոչ մեկին էլ չեմ ընտրել։ Ոչ մեկին։ Բոլորի համն էլ տեսանք։ Կարեն Կարապետյանն ավելի ճիշտ։ Ինչու՞։ Որտեվ դրանց ոչ ման չեմ տեսել։ Ոչ մեկի, որովհետև ոչ մեկից էլ լավ բան չենք տեսել։ Եթե նոր դեմքեր կլինեն, երկիրը կղեկավարեն որպես լավ ղեկավար, մարդկանց կհանեն այս դժվար պայմաններից, այս դառը պայմաններից, խնդրեմ, նրանք ընտրենք։ Ոչ մեկի, նոր դեմքեր լինի հնարավոր է։ Նիկոլ Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ, եմ մյուսն էլ, ես մարդ չեմ տեսնում։ Քաղաքացիական պայմանագիր։ Նիկոլ Փաշինյանի։ Այո։ Ինչու՞։ Որովհետև մնացածի մեջ ես բար չեմ տեսնում։ Որ այ կարա երկիր ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի։ Ինչու՞։ Էդա Արտարը։ Նիկոլ Փաշինյանն է։ Այո։ Իսկ եթե այլ քաղաքական ուժեր լինեն։ Եթե այդ քաղաքականն են, այո, նրանց։ Ես անկեղծորեն Կարեն Կարապետյանին, որովհետև նրա մեջ մեծ ուժ եմ տեսնում։ Մեծ։ Նիկոլ Փաշինյանին միանշանակ։ Ինչու։ Իրան եմ սիրում հավատում։ Կարեն Կարապետյանին։ Ինչու։ Գիտեմ ինքը աշխատող տղա է, կոմպրոմիսի գնացող։ Նիկոլ Փաշինյանին մնացածներին էլ չէ։ Իսկ եթե այլ ուժեր լինեն, օրինակ նոր մարդիկ կան, նոր մարդիկ, նոր դեմքեր ելնեն։ Համաձայն է, նոր։ Երևի Նիկոլ Փաշինյան։ գոհ եք նրա ղեկավարումից։ Ոչ այդքան գոհ չեմ, բայց մնացածների համար իրան կտամ ձայնը։ Տանել չեմ կարողանում ամբողջին միասին։ Իսկ ում ձայն կտակ, օրինակ նոր ուժ եթե լինի, իրեն Դե եթե նոր ուժ լինի ու լինի նորմալ, որ գոնե մեր մասին, ես չեմ ասում մեր երեխեքի մասին մտածի, որ այս բարդակը կներեք բարիսի համար վերանա։ Բարդակ։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Տենց եմ ուզում։ Գոհ եք ղեկավարումից։ Այո։ Ոչ մեկի։ Ինչու։ Հավատ չեն ներշնչում դրա համար։ Ցուն հորող տեսոր դրած եղավ իրան։ Ոչ մեկի։ Լինեն նոր եթե լինեն, միգուցե։ Ոչ մեկին չեմ տա, որտեղ ոչ մեկից լավ բան չեմ տեսել։ Նիկոլ Փաշինյանին։ Միշտ իրան եմ ընտրել, իմելի նորից իրան կընտրեմ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Այո, իրանց։ Հենց իրանց։ Ոչ մեկին։ Ինչու։ Հավատ չկա։ Արամ Սարգսյան։ Ինչու։ Նրանց մոռանանք, նրանք արդեն չկան, արխիվում են, չկան։ Եթե նրանք դնեն Նիկոլը անցնում է, ուրիշ մեկը լինի Նիկոլն է թռնում։ Իրանց պետքա Նիկոլը մնա։ Նիկոլից հետո հանգարց ով կգա, ինչ կլինի իրանց հետ, դա արդեն Աստված գիտի։ Դրա համար իրանք պետք է դնեն։ Նիկոլն էլ անցնի։ Ոչ մեկին։ Իսկ ում ձայն կտակ։ Գուրգեն Սիմոնյանին։ Նիկոլ եղած ուժերից ոչ մեկի։ Եթե ինչ-որ նոր քաղաքական ուժ կա, նոր կտեսնեմ։ Մնացածին չգիտեմ, մենակ թե Փաշինյանին չէ։ Ոչ ոքի։ Ինչու։ Ուրիշ ալտերնատիվա պետք է գտնել։ Նոր ուժեր են պետք։ Այո։ Միանշանակ Վարդան Ղուկասյան, դոկ։ Ինչու։
Դա վստահություն ավելի շատ է, չեմ Նիկոլին։ Կարեն Կարապետյան։ Ով ուզում ալնի, էական չի։ Մենակ կպն չլինի։ Իսկ նոր ուժեր եթե լինեն, նոր ծրագիր ներկայացնեն։ Դե գիտեք ոնց այդ նոր ուժերը ծրագիր ներկայացնելը ես չգիտեմ դա ինչքանով է այսօր արդարացված կա դա այդ նոր ուժերը չկան այդ բայց այսօրվա վիճակով միայն կպն չլինի։ Թեկուս Ռոբերտ Քոչարյանը Չեմ կարող ասեմ, որ ինչ-որ մեկին կտամ իմ ձայնս, այդ տեղը զբաղեցնի այնպիսի մարդ, որը մտածում է պետության մասին։ Իր շահերի մասին չէ, այլ պետության։ Ոչ մեկին։ Ինչու՞։ Ասում, չգիտեմ, նոր ուժ թող գա։ Ոչ ոքի։ Ինչու՞։ Ինչ չեմ բավարարում դրանց ոչ մեկը, իրանց փոքրագրերը, իրանց Իսկ նախընտրելի տեխնացումն եք։ Համենայն դեպս, չէ։ Համենայն դեպս եթե գնամ ընտրությունների, որտեղ չգնալը դա շատ սխալ է, ամենավերջի ռեյտինգը ով ունի, ես իմ ձայնը կտամ դրան։ Ում գերադասեմ նրան։ Երևի Կարեն Կարապետյանն։ Ինչու՞։ Որտեղ նախկինում ինքը իրան լավ դրսևորեց։ Թե չեմ մնացածներին այդքան էլ վստահ չեմ։ Բոլորովին վստահ չեմ։ Միայն խոսում են։ Իսկ խոսելու համար միայն փող են ստանում։ Բայց ժողովրդի համար ոչ մեկը չի մտածում։ Ոչ մեկին։ Իսկ եթե նոր ուժեր լինեն, Ուրը թող լինեն, հետո կիմանանք։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն։ ինչու՞։ Նա ինձ որպես մարդ, որպես շատ է դուր գալիս։ Ես իմ ձայնից տվել եմ Աստծուն։ Ես այնքան կուզենամ ոչ նախկինները լինեն, ոչ ներկաները, ես կուզենամ լրիվ նոր մարդ կա այսօր։ Ես դրան եմ համամիտ։ Որտեղ մեկը մյուսին իշխանություն է տալիս, ուրիշ ոչ մի բան։ Դրանից ոչ մեկի։ Գուրգեն Սիմոնյան։ Այսինքն նոր ուժ։ Այո, նոր ուժ։ Նոր մոտիվներով մոտենան մի լուծում լինի, էլի։ Հնից ինչքան սպասեցինք, լուծում չեղավ։ Ես ինքս սահմանամերձից եմ ու նոր այդ տարածքը որ գծում են, հենց ոսկեպար համայնքից եմ։ Չգիտեմ, բավականին մենք տուժվել ենք, բավականին։ Դե պատերազմը իհարկե ինքը պատերազմը տեղից չարիք է, ու մենք շատ ենք տուժվել այդ չարիքից ու այսօր ոնց որ իզուր անցավ մեր այդքան չարիքները, մեր այդքան տեսածը, հիմի նորից նույն գծելը, նույն սահմանը, նույն Թուրքի մոտ ապրելը, չգիտեմ։ Երևի դոկ կուսակցության։ Ինչու՞։ Որովհետև կուշտ ենք թե Սերժ Սարգսյանից, թե Քոչարյանից։ Նիկոլի մասին ոչինչ չեմ կարող ասեմ։ Չգիտեմ ինչ խառնաշփոթ է։ Ձեր ձայն։ Փաշինյան ուրիշ ոչ մեկ։ Ոչ նախկիններ, ոչ ներկաներ։ Նոր ուժ, երրորդ մի ուժ։ Չէ, մենակ Նիկոլին կտամ, որ դրանից հեռու մնանք։ Ինչու՞։ Հա։ Ինչու հենց Նիկոլ Փաշինյան։ Մարդ չկա էլ։ Մեր սերունդը արդեն անցել է, մենք այդ թալանչիներին լավ ենք տեսել։ Կարեն Կարապետյանն։ Ինչու՞։ Որովհետև կար ժամանակն աշխատել է եւ ցույց է տվել, որ ինքը ունակ է երկրի ղեկավարելու։ Նիկոլ Փաշինյանն։ Ինչու՞։ Ինչու որտեղ նրա օրոք ես տեսել եմ նրա բարեփոխությունները։ Ինչ բարեփոխում եք։ Ամեն ինչ։ Ոչ մեկին։ Վստահություն չկա։ Պայքարում ենք, բայց ոչինչի չենք հասնում։ Բայց երբ ենք ապրելու, չգիտեմ։ Վարդան Ղուկասյան երևի։ Վարդան Ղուկասյան։ Ինչու։ Չգիտեմ, նենի ավելի պարտաճանաչա ինչ որ Հայաստանի համար, քան մնացածը, չգիտեմ։ Ես կքվեարկեի նոր քաղաքական ուժեր են առաջացել, ես ուսումնասիրում եմ։ Հատ Գուրգեն Սիմոնյան կա, շատ երիտասարդ, զարգացած, կիրթ, գրագետ։ Ոչ մի։ Երևի Կարեն Կարապետյանն։ Ինչու։ Մարդը նորմալ է աշխատել, մնացածը շաշից նորմալ չեն աշխատում։ Նյանի Սեր։ Ոչ մեկին, ես կգերադասեմ կոալիցիոն իշխանություն։ Թող լինի մի քիչ ավելի բազմազան ընտրություն, գերիշխանություն չլինի, այսպես ասեմ։ Նոր քաղաքական ուժեր, նոր դեմքեր։ Այո, նոր դեմքեր, նոր քաղաքական ուժեր, շատ ավելի երիտասարդ, ավելի կիրթ, ավելի մասնագիտացված։ Արամ Սարգսյան։ Ինչու։ Դե Արամ Սարգսյանը, որովհետև աղբաններ Վարգեն Սարգսյանի եղբայրն է, ինձ թվում է մի բան կանի։ Ինձ տենց հաթվում չգիտեմ։ Ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել։ Ոչ մեկի։ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու։ Որտեղ էլի մարդկություն դրա մեջ կա։
Նրանք ինչ է, Քոչարյանը եկավ թալանեց, Սերժ Սարգսյանը եկավ թալանեց, Լևոն Տեր-Պետրոսյանը էլի նույնը, հիմա ում քվեարկես։ Ոչ մեկին այս պահի դրությամբ չեմ տեսնում, որպեսզի մեր երկրի ղեկավար։ Հանրապես հիմա ոչ մեկի նկատմամբ գոյություն չունի վստահություն։ Ներկայանում են, իրենց քաղաքական ծրագիրը ներկայացնում են, բայց վերջում անում են մեկ այլ բան, մի բան խոստանում են, մեկ այլ բան անում են։ Դրա համար եթե պիտի ես անդադ ընտրեմ ու փոշմանեմ, իմաստը։ Վարդան Ղուկասյանը։ Ինչու։ Ինքը լավ է հայերում։ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչու։ Ինչու Ռոբերտ։ Որովհետև նա եկել է Հայաստանը սովի մեջ է եղել, սովի ցանել, հոսանք չեղել, հոսանքա տվել, ամեն մի գործողություն ինչ որ է սա նորմալ արել։ Դրա համար իրան իմանում ենք, որ Հայաստանը կարա ոտի հանե։ Կարեն Կարապետյանին։ Ինչու։ Կուշտա։ Սովաշի, հա։ Սովաշի։ Ամեն գրակ է դա շատ խելաց մարդ է։ Ոչ մեկին։ Ինչու։ Որովհետև բոլորին լավար չեն։ Եթե կոմունիստները գան, մեծ հաճույքով 2-0-2 ոտով կընտրեմ իրանց։ Արամ Սարգսյանն եմ ես ավելի շատ հավաքում։ Ինչու։ Ավելի ազնիվ, ավելի համեստ, ավելի խելացի մարդ։ Փաշինյանը, Արամ Սարգսյան։ Ինչու։ Առաջինը Նիկոլ Փաշինյանը իր գործերով ապացուցեց, որ Տիգրան Մեծի օրոք Էզևի հայրենասիրություն հայրենիք պահել չի եղել։ Նույն ձև մտածելակերպով ամեն ինչով համընկնում է Արամ Սարգսյանը։ բոլորի վրա այսպես մի հատ խաչ քաշեք ու տարեք գերեզմանոց։ Ոչ մեկի համար ես իմ ցայնը չեմ տա։ Ոչ մեկի ծերտվագազներից։ Չգիտեմ, կլնի Ունեք նախընտրելի Չէ, տեխնիկ։ ես նախընտրելի ոչինչ չունեմ։ Ոչ մեկին չունեմ։ Իսկ եթե այլ քաղաքական ուժեր կան, նոր դեմքեր կան, իրենց կհավատաք իրենց ձայն Բայց ինչ դեմքեր կկան, ինչ կբերեն իրենց հետ, ինչ ծրագրերով կկան, ախր Ոչ մեկի։ Ումա պետք որ պետք է օգուտ չտան քուրս։ Օրինակ ում կուզեիք, որ առաջադրվեր եւ ձեր ձայնը տայք իրեն։ Նոր մի բանում անդե Ադրբեջանում են բարերար մարդը կուզե որ Ռուբե ինքը լավ մարդ ինքը կազգի մասին անում է չէ ով էլ նստում է սավել քուրս իրանց մասին է մտածում Արամ Սարգսյանին Ինչու Որովհետև մնացածի բոլորի օրոք փորձել են ոչ մեկ էլ լավ բանի չի ասել, ոնց տանում վատ են ապրում ժողովուրդը, Արամ Սարգսյանը չփորձված է, այլ ինձ թվում է լավ կլինի։ Դու կուսակցությանը, որովհետև նախկինում ինքը ոչ թալանով ազբաղվե, ոչ նախկինից է, ոչ ներկայից է, նոր ուժ է, թողել մի։ Երբ ընտրեցինք, քաշվանք, խապնվանք, Նիկոլի նմանի վրանք քնեցինք էլ դրեցինք Վարչապետ այսօր հերները սանիծում է։ Նոր ուժի հայտ կգա, բոլորն էլ Լևոնի որդերն են։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Նիկոլի։ Գործող իշխանությանը։ Իմ համար բոլորը հավասար են։ Ով կարգին ղեկավարի Փարտիրոջը թող էնել նստի։ Ռոբերտ Քոչարյան։ Նականա Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանին, որովհետև հզոր, լավ, խելացի, մաքուր մարդ է։ Գյուղյանը տեխնացուներեք նայենք մենք ասենք Ես ուզում եմ որ ես մեր ազգի համար ամեն ինչ լավ եղնի։ Ոչ մեկին։ Կընտրեմ նրան, որը Աստված ինձ կասի կուղորթի։ Ճիշտ ասած ոչ մի տեխնացու էլ արժանի չի։ Նոր ուժեր Հայաստանին նվիրված, մեր պատմությունը լավ սերտած ու տեղեկացված, որ գոնե այդ պատմական հողերի ուրացում չլինի։ Ոչ մեկին չեմ հավատում, չեմ էլ հավատալու բացելաց։ Կարեն Կարապետյան։ Ինչու։ Շատ խելացի, գիտակից ես այդպես եմ զգացել, որ շատ ուրախ կլինեի Կարեն Կարապետյանը լիներ։ Ոչ ոքին, որովհետև ոնց հասկանում ենք, ով էլ նստում է, այս երկիրը մեկը ոչ մի բան չի լինի։ Նոր ուժեր պետք են, եթե լինեն վազգեններ։ Ոչ մի։ Իսկ եթե նոր ուժեր կան, նոր դեմքեր, կարող է։ Այն նոր դեմքեր, նոր ուժեր կան, ես շատ հաճույքով, որ մեր Հայաստանի համար լավ լինի, մեր ամբողջ ժողովրդի համար լավ լինի։ Այդ դրանց ես կընտրեմ։ Բացի Նիկոլից երևի ով պատահի։ Ոչ մեկին էլ ձայն չեմ տալու 50 տարի ձայն եմ տվել բայց ոչ մի անգամ ոչ մեկ իր խոսքի տերը չեղեմ Կարեն Կարապետյանը։ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մեկին։
Եթե նոր ուժեր կան, նոր որ զգամ, որ իրականից իրաց բենի դրած խոսքը մնա մեծ հաճույքով։ Դրանցից ոչ մեկին նոր ուժ է պետք, որ ժողովուրդը հավատա։ Սերժ Սարգսյանին, լեւոր ոչ մեկի։ Չեմ ասեմ։ Արամ։ Ես Նիկոլ Փաշինյանին կդայի։ Կպեին նոր մարդիկ են պետք, որոնք մտածեն ազգի հայրենիքի ոչ մի խոսքով ոչ պոպուլիստական։ Արամ Սարգսյանի։ Ինչու։ Հանրապետություն կուսակցություն։ Ոչ մեկ էլ արժանի չէ։ Իհարկե նոր ուժերին։ Կարեն Կարապետյանին։ Կարեն Կարապետյանին ավելի լավ է այդքանի մեջից էլի։ Ինչու։ Կարեն Կարապետյանին, որովհետև ազգիս համար տեսնում եմ, զգում եմ, որ համոզված եմ նաև ինչու՞ չէ, համոզված եմ, որ ազգի մասին հոգ տանող միայն նա կարող է լինել։ Ես կողմ եմ համակարգային այնպիսի փոփոխությունների, որ այս ժողովուրդը վայելի բնության կողմից տրված այն պարգևը, որին ինքը արժանի է։ Ոչ մեկ։ Բոլորին էլ դեմ եմ։ Դրանց դարբեկերել ենք։ Այս սրա ձերնը ճար չունենք, բայց էսինի ռիբնի միասը յոլայի համար Իսկ եթե նոր ուժեր լինեն, նոր դեմքեր կան։ Չեն գա մեռնեմ ջանի, նույն թուրքերն են։ Մենք մեր էլիտար խավը փախածա երկրից ժամանակին նրանք քշին։ Իսկ այլ տեխնատու ունեք նախընտրելի։ Չէ։ Քաղաքական դաշտը խայտարակ վիճակում է։ Արմեն Սարգսյանի գլխավորած կուսակցությանը կողմ եմ։ Ոչ մեկին։ Այսօրվա դրությամբ թող այդ քաղաքական ուժերը բոլորը մեկով դնեն Հայաստանը պաշտպանեն, ոչ բան ինձ չի հետաքրքրում։ Սարգսյանի Նիկոլից մնացածին կտանք։ Ոչ մի բան չի փոխ։ Ռոբերտ Քոչարյանն իհարկե։ Նիկոլ Փաշինյանին։ Երևի Նիկոլ Փաշինյանին։ Я бы дал бы голос свой за бывшего прокурора Армении, за Артура. Փաշինյանին։ Ինչու։ Որովհետև մարդը փրկեց երկիրը։ Սերժ Սարգսյանին։ Երևի ոչ մեկին։ Եթե նոր լինի, ուժեղ լիդեր է պետք։ Ոչ մեկ էլ համարյա վստահություն չներշնչեցին։ Ես ոչ մեկին չեմ վստահ։ Նոր հույս չկա։ Ոչ մեկի չեմ գնալ ընտրության։ Նոր ուժերին դնան քրով է գալու, բայց նայած ոչ մեկին չեմ հավատում։ Բարգավաճ Հայաստանի Գագիկ Սարոբյանը։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Ինչու։ Փասակադրը հարկավոր։ Որովհետև դրանք պիտանի չեն։ Դրանք երկիրը քանդեցին սա։ Երևի ոչ մեկին։ Եթե Արամ Սարգսյանի հետ լինեն ավելի խաղապետ լավ թիմեր, կարելի է։ Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն կողմ եք նոր ուժերին։ Իհարկե։ Ոչ մեկին։ Ինքան մարդիկ կան, որ կարան լավ ղեկավարեն։ Այսինքն կողմ եք նոր ուժերին։ Իհարկե։ Ում ընտրենք, ընտրեցինք էլի 5 անգամ։ Ով է ձեր նախընտրելի տեխնատուն։ Չկա, ասում եմ, չկա թե տեխնատու։ Բայց Նոր հայ պետք է լինի, որը լի։ Այսինքն նոր ուժեր պետք է լինի։ Նոր ուժեր, հա, որ հավատացնեն մեզի նորից։ Խափել են մեզի 30 տարի սոված նստած ենք ստե։ 30,000 թոշակով։ 30,000 դրամ եք ստանում։ 33,000 դրամ, դրանով ապրում ենք։ Արդարությունն է։ Փաշայերին ես զայն չեմ տա։ Վարդան Ղուկասյանին։ Այո։ Ինչու։ Որովհետև արդար մարդ։ Նոր ուժերին եք կողմ։ Այո։ Մենակ Նիկոլին կտամ։ Կարեն Կարապետյան կարող է։ Թող սաղել ընտրվեն։ Մենակ կրենանք ապրենք, կարողանանք ապրենք։ Բոլորն էլ խոստումներ են տալի։ Իսկ նոր ուժերին կողմ եք, թե ոչ։ Դա արդեն գաղտնիք է։ Ոչ մեկին։ Ես նոր մարդ չեմ ճանաչում, որպես որ մեր երկրի մասին մտածի։ Նիկոլ Փաշինյան։ Երևի ոչ մեկին։ Գուցե Կարեն Կարապետյանն ասի։ Կողմնորոշած ընտրել չունեմ, բայց ներկայիս իշխանությանը չեմ։ Ես գերագույն խորհուրդներ չեմ ուզում, որ այդ ծրյակերները ռաբները քաշեն։ Ռոբերտ Քոչարյանին։ Ես իմ ձայնը կտամ դոկ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին։ Կողմ եք օրինակ նոր ուժերին, որ նոր ուժեր կան, նոր ղեկավար։ Ես Փաշինյանին ձայնս կտամ էլի, որովհետև մնացածի համը լրիվինը տեսել ենք, գազի սաղիցն գոհ ենք, լրիվի ժամանակներով էլ ապրել ենք, նե չի որ ով գիտեմ ինչ են արել կամ Փաշինյանն ինչ այլ, գոնե իր օրոք թոշակ ավելացել, մեր երեխեքի հետ կարիցել ենք, կապ պաշտպանենք, ամեն ինչ ունենանք։ Իսկ եթե նոր ուժեր լինեն։ Ոչ մեկի։ Վարդան Ղուկասյանին։ Ինչու։ Դե նա ժողովրդական է։ Սերժ Սարգսյանը։ Հա, բա ինչ։ Որտե՞ղ նա ավելի մոտիկից է ժողովրդական, ժողովրդի հետ ավելի մոտիկ է։ Ռոբերտ Քոչարյանը մարդկային է։
Նիկոլ Գող, Զակ Իսկ կողմեք նոր ուժերին։ Ժամանակցուց Ոչ մեկին։ Բայց հակված եմ իշխող կուսակցությանը։ Նիկոլ Փաշինյանին։ Հա։ Ներկա կառավարությանը ձայն չեմ տա, որովհետև իրավիճակը տեսնելով հասկանում ենք ինչա կատարում։ Ամենայն հավանականությամբ ձայնս կտամ Քոչարյանին։ Նիկոլին։ Ոչ մեկին։ Բարգավաճ Հայաստանը։ Հարիկների փոքրագույնը ինձ թվում է կամ Արամ Սարգսյանն է, կամ էլ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլին։ Ոչ մեկին, ոչ մեկին։ Ոչ մեկին։ Չգիտեմ, ոչ մեկին երևի։ Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ մեկին չեմ տա։ Կամ է вообще չեմ գնաց կի ընտրությունների։ Ես ոչ մեկին։ Բացարձակապես։ Արամ Սարգսյանին ու էլ չեմ շարունակում։ Ոչ մեկին, ոչ մեկին։ Փաշինյան։ Փաշինյանին։ Ինչու։ Աշխատում եմ արծը։ Որին ասեմ, նոր ուժեր լինեն, բայց ով լինի դեպի լավը, ով լինի։ Ընտրում եմ Փաշինյանին։ Գոհեք Փաշինյանին։ Հա, չգիտեմ թե բույն ընտրեմ էլ քրիգի։ Նելա ոչ մեկին։ Նիկոլ Փաշինյանը։ Ղեկավարին կընտրեմ։ Սյանին կողմեք, որ նոր ուժեր կան, նոր ղեկավարներ լինեն։ Գեորա կյալիսեն բա։ Հնարավոր է, որ ձեր ձայնը տակ Նիկոլ Փաշինյան։ Հնարավոր է։ Դե մենք իջավան չենք Նիկոլի խորենք, էլի։ Նիկոլ Փաշինյան։ Միանշանակ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանին։ Երևի նորից Նիկոլ Փաշինյանին, որովհետև այն մնացած բոլորը իմ կարծիքով չեն կարող այս երկիրը այս իրավիճակից հանել։ Նիկոլ Փաշինյան միանշանակ։ Ինչու։ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորի հերնել այնտած։ Բոլորի։ Նրանք այդտեղ իսանի չեն, մեկնելա։ Ոչ ոքի, ոչ ոք։ Իսկ եթե նոր ուժեր լինեն, նոր ուժեր կան։ Աստացամանից մի մարդ կա նոր կնդրեմ։ Այսինքն նոր ուժեր եք ուզում կան։ Այո։ Ինչ սպասելիքներ ունեք նոր ուժեր։ Լափիլով մալանկարի, լափիլով։ Նիկոլ Փաշինյանին։ Գոհեք Նիկոլ Փաշինյան։ Այո։ Նիկոլ Փաշինյանին հաստատ չէ։ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մեկին։ Դժգոհ եմ բոլորից։ Ոչ մեկին։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլին։ Միայն կպայի։ Նիկոլին բարեկամ լավ շո, բրտավ, Նիկոլին։ Նիկոլ Փաշինյանին։ Դե հələ Սերժին ու Քոչարյանին հաստատ չեմ տա։ Քպայի։ Բացի Նիկոլից երևի բոլորին։ Ինչու։ Դե նա տենում ենք էլի ինչա կատարվում։ Բարձնենք էլի։ Նիկոլ Փաշինյանից բրցնենք։ Դժգոհ եք։ Բա չի դժգոհ նրանի։ Էս ինչա կատարվում։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանին, բայց ում դենք տալ։ Իմ քայլին։ Իմ Նիկոլին։ Կողմեք, որ նոր ուժեր լինեն։ Այո, անպայման։ Նիկոլ Փաշինյանին միանշանակ։ Ես ոչ մեկին էլ չեմ։ Ոչ մինուտ։ Կարեն Կարապետյան։ Ոչ մեկին։ Քանի նախկինները մասնակցեն անդադ Նիկոլին։ Ոչ մեկին։ Նիկոլ Փաշինյանին։ Գուրգեն Մովսիսյան, Անտոլի Գուրգեն, տես մի հատ հոյակապ տղա կա, որ կիրթ, ակուրատնի, որ խոսում է քեֆս գալիս այդ տաղուց։ Գուրգեն ազգանու մոռացել եմ։ Ինքը ակադեմիկ բրավ աստիճան ունի։ Անա Հակոբյանը։ Ինչու։ Դե տենց եմ էլի, դու բանա, ո Փաշինյանի կանեգնա դա այդ։ Կարծում եք Աննա Հակոբյանը ավելի լավ ղեկավար կլինի, քան Նիկոլ Փաշինյանը։ 100%, Անա Հակոբյանը։ Ինչ սպասելիքներ ունեք Աննա Սպասելիքներ Հակոբյանը։ չունեմ ընդհանրապես։ Կանց ոչ մեկ։ Այսինքն նոր ուժեր եք ուզում։ Ահա, հաստատ։ Ռոբերտ։ լավն է։ Նիկոլ Փաշինյանին եք ընտրելու։ Այո։ Ոչ մեկին չեմ տա։ Կողմեք նոր ուժերին, ոչ թե։ Նոր ուժն էլի, հա։ Փաշինյանը ես կտամ, ես իմ։ Էի Արամ Սարգսյան։ Նիկոլ Փաշինյանին։ Գյումրի քաղաքապետին։ Նկատակ։ Շնորհապետական կուսակցությանը ղեկավարը Գուրգեն Սիմոնյանն է։ Այն ժողովրդական կուսակցություն։ Քոչարյանի։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Ինչու։ Որտե պատերազմ աղտաստակավորը եւ Իրան-Հայաստան կամուրջը ինքն է դրած, միջև մեկ տնտեսական կապը ինքն է։ Միջև այսօր դրանով է կապը։ Ով ուզում է լինի ոչ մի ավանակ։ Նոր ուժեր, որ մտածեն երկրի մասին։ Կարեն Կարապետյանի։ Գուրգեն Սիմոնյան։ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը։ Հայ երևի։ Մինակ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլին։ Իհարկե Նիկոլ Փաշինյանին։ Այդ տոշի չգիտեմ, բայց գիտեմ, որ ժամանակն է փոխել։ Կարեն Կարապետյանի։ Գևորգ Փարսյան։ Ոչ մեկին։ Հա, եթե նորմալ ուժեր լինի կարելի է։ Ոչ մեկին չեմ տա։ Բևերի։ Լինակ Նիկոլ Փաշինյանի։ Վերջ։ Եթե նոր ուժերնի նոր ուժերին կտամ։ Կարեն Կարապետյանի։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի։ Ես ոչ մեկին չեմ հավատում։ Ես Փաշինյանի կողմնակցին։ Չեմ հավակնում, որևէ մեկին չեմ հավակնում։ Կարեն Կարապետյան։ Դեսեն Սարգսյանի մի քիչ գիտեմ, հա, նորմալ է։ Նիկոլ Փաշինյանին չէ։ Նոր ուժերին հարմար է։ Նիկոլ Փաշին հաստատ չէ։ Կարապետյանի։
Կարեն Կարապետյանին։ Ինչու՞։ Որտեղ ես իրան լավ եմ ճանաչում։ Իրան լավ եմ ճանաչում, ես իրան հարգում եմ, մենք իրար հետ աշխատել ենք։ Ոչ մեկին։ Հիմա ոչ մեկին չեմ գնա։ Ես այդ րոպեին ես հիմա զոհվածի մայր եմ։ Բայց իմը ոչ մեն էլ հաշվի չի առել։ Նիկոլին չէ։ Սերժին էլ չէ։ Մի հատ նորմալ կնիկ չկա, մի արքանդից մի նորմալ տղա դուրս չի եկել խելացի, հա։ Ոչ մեկին էլ ձայ, մենակ ով որ հայրենասերը, հայրենը սիրողա։ Հողը սիրողա, հերիքը արդեն ժողովրդին շաշի տող դրած։ Որը որ լավա, որը որ աշխատավոր ժողովրդին գոնե բարևա տալու։ Ասեն վերջը լրիվ զավոդները կերել են։ Մարդ չկա, աշխատող չկա։ Թոշակենստանում ժողովուրդը հազիվ դեղի փող են, լույսի փող, գազի փող, ամեն օր առավոտը գնում ես ուրիշ արժեքա, կեսօրին ուրիշ արժեքա, իրիկուն ուրիշ արժեքա։ Այդ բան որ դասակարգը մեղքա, չէ, իսկականից։ 80 տարի աշխատում եմ, հələ ոչ մի բանի չեմ հասել։ Եթե 1000 մարդ եղավ կզանենք տան, չէ, ոչ մեկին։ Ոչ մեկին բացարձակ։ Այսինքն դեմ եք եւ նորերին եւ հիներին։ Նախկին վարչապետը որոշ չափով շանսեր կարող ունենա իմ մոտ։ Ինձ համար ամենանախնդրելի տեխնացուն Հայաստան աշխարհի համար դա Հիսուս Քրիստոսն է։ Ոչ ոք ու դրանցից։ Կողմ կլինեք, որ նոր ուժեր կան, նոր դեմքեր։ Ինչի՞ չէ։ Ոչ մեկին էլ կարելի ասել, նոր ինչ-որ նոր մարդ լինի։ Ես նոր ուժի կողմնակից եմ։ Հաներից ոչ մեկին։ Արամ Սարգսյան։ Երևի նորից Սերժին, ավելի լավ է տենց։ Փաշինյանը։ Ինչու՞։ Որովհետև մեր մակարդակի մարդ է։ Շատ լավ մարդ է։ Գոհ նրա կառավարումից։ Ինձ ոչ լավությունը արե, ոչ վատությունը արե։ Մենք աշխատել ենք, մենք էլ ապրել ենք։ Բայց որպես ղեկավար հարգում եմ։ Իհարկե ներկայիս վարչապետին։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Ոչ հներից, ոչ նորերից, ոչ մեկին ձայն չեմ տալի ես։ Չունեմ, դրամա ոչ մեկին եմ ասում։ Իսկ նոր ուժերին կողմ եք։ Նորն իհարկե կողմ, ամեն ինչի նորը լավ է։ Նիկոլ Փաշինյանին եք ընտրել։ Միանշանակ։ Բնականաբար Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանին կընտրեք։ Հնարավոր է։ Ոչ մեկին էլ չեմ տա։ Նիկոլ Փաշինյանը բացառված է։ Այսինքն կողմ եք նաեւ նոր ուժերին։ Իհարկե։ Ես ոչ մեկին էլ կողմնակից չեմ։ Նիկոլ Փաշինյանին։ Նոր դեմքերն են արդեն կորոշենք։